Բարև ձեզ, Առնուզ եթերում Տեմպուսն է։ Այս պահին զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի անդամ Վահե Էնֆիաջյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Էնֆիաջյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Էնֆիաջյան, նախ կխնդրեի ձեզ մեկնաբանեք ինչ ասել է երիտասարդական խորհրդարան, որովհետև գիտեմ, որ այդ իդեան նաև ձերն էր եւ դուք շատ բան արեցիք խորհրդանում, որպեսզի այդ իդեան կյանքի կոչվի։ Ինչ է դա նշանակում եւ ինչ է դա տալու այն երիտասարդներին, ովքեր մտնելու են երիտասարդական խորհրդարանի մեջ եւ ընդհանրապես դա ինչ է տալու մեր հասարակությանն ու երիտասարդությանը։ Նախ մի փոքր նախապատմություն ասեմ։ Խնդրեմ։ Մեր խորհրդարանում ինչ ձևաչափի մեջ ինչ երիտասարդական կառույցներ են ձևավորվել եւ վերջին խորհրդարանը ակունքները որտեղից են գալիս։ 2003 թվականին երրորդ գումարումից հետո բավականին մեծ հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ կար խորհրդատվական ձայնի իրավունքով երիտասարդական կառույց ձևավորել, երիտասարդական խորհրդարան ձևավորել ազգային ժողովում։ Այդ ժամանակ տարբեր ձևաչափերով քննարկելուց հետո ազգային ժողովում ձևավորվեցին տարբեր խորհրդակցական մարմիններ, որտեղ նաև ձևավորվեց երիտասարդների խորհուրդը։ Դրա հենքի վրա հետագայում նաև գիտության, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովում ձևավորվեց երիտասարդական խորհրդարանը։ Գումարման ավարտին արդեն կարող ենք ֆիքսել, որ կայացած է խորհրդարանը երիտասարդների։ Ոչ, նոր խորհրդարանը, քանի որ խորհրդարանը ինքը ժամկետային գործունեություն ծավալող մարմին է, եւս երիտասարդական խորհրդարանը այդ ձևաչափի մեջ գործունեություն ծավալեց, եւ արդեն 4-րդ գումարման ժամանակահատվածում ազգային ժողովի նախագահի պարոն Աբրահամյանի հանձնարարականով մարտի որոշման գիտության, կրթության եւս մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից սկսվեց աշխատանքները երիտասարդական խորհրդարանը ձևավորելու։ Ուրեմն ձևավորման սկզբունքները Որն է նպատակը։ Կարծում եմ բոլորին հետաքրքրում է ամենից շատ թե որն է նպատակը երիտասարդական խորհրդարանի։ Եթե շատ հակիրճ լակոնիկ ասենք, դա մասնակցային գործընթաց ապահովող կառույց պետք է լինի, երիտասարդությանը ավելի ներգրավելու խորհրդարանական գործունեությանը, նրանք մասնակից դառնան տարբեր խորհրդարանական գործընթացների։ Այսինքն սա խորհրդատվական մարմին է լինել, պարոն Էնֆիաջյան։ Միանշանակ ինքը խորհրդատվական մարմին է, այլ ձևաչափի։ Իսկ նիստերը խորհրդարանի դահլիճում է լինելու։ Այո, նիստերը խորհրդարանի դահլիճում է տեղ ունենալու, նաև հանձնաժողովի նիստերել են գումարելու, այսինքն խորհրդարանը ինչ ձևաչափով գործում է։ Միգուցե նաև խանդով վերաբերվեն, որ իրենց տեղը արդեն նոր սերնդի երիտասարդներ են նստում։ Չեմ կարծում, ընդհանուր բոլոր պատգամավորների կողմից էլ ինքը ողջունելի, ընկալելի շատ լավ նախաձեռնություն է, եւ ինչքան որ պատգամավորների հետ էլ շփվել են, բոլորի կողմից էլ այդ նախաձեռնությունը ողջունվել է։ Ընդհանուր այս սկզբունքով է ձևավորված հանձնաժողովի կողմից, որ ներգրաված լինեն խորհրդարանում գործող քաղաքական ուժերի խմբակցությունների ներկայացուցիչներ, կուսակցությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, եթե քվոտաներով ավելի մանրամասնեմ, դա ամենամեծից մինչև ամենափոքր համամասնությունը պահվում է, հանրապետական, Բարգավաճ Հայաստան, պահվում է, բայց նույն ձևաչափի մեջ չէ։ Այսինքն հանրապետական կուսակցությունը ունենալու է 20 երիտասարդ ներկայացուցիչներ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 9։ Այսինքն ընդհանուր թիվը որքան է լինում երիտասարդական խորհրդարանի։ Ընդհանուր 131-ը պահպանվում է, այդ ձևաչափի մեջ թվերով ասում եմ, հայ-եվրոպական դաշնակցությունը կունենա 5 պատգամավորների տեղ երիտասարդ խորհրդարանում, օրինաց երկիրը 3 եւ ժառանգությունը 2։ Նաև այստեղ ճկուն մեխանիզմ կա, բուհերին է տեղեր հատկացված, պետական եւ մասնավոր տարբեր պետական հավատարմագրված կառույցներից եւս կարող են ներգրավել այս աշխատանքներին եւ մասնակցել խորհրդարանի գործունեությանը եւ ինքնաառաջադրման կարգավիճակը, որը դա էլ կարծեք թե մեծամասնական ընտրակարգն է, այո։ Եթե համատականի մեջ դնենք, փոքր-ինչ նմանվում է, որտեղ 3 փուլերով հիմնական պետք է երիտասարդները կարողանան անցնել։ Նախ դիմողները պետք է դիմեին մինչև ապրիլի 30-ը 18-ից 30 տարեկան բարձրագույն ավարտածային երիտասարդները, ովքեր համապատասխանում են այդ չափորոշիչներին, չափորոշիչներին համապատասխանելուց հետո 40 հարցից նախատեսած տեստային հարցեր կար, որտեղ եթե չեմ սխալվում, արդեն ունեք, չէ՞ կազմը, ովքեր են ընտրվել երիտասարդական խորհրդարանը։ Չէ, հարցազրույցները հենց ընթանում են։ Ընթացքում։ Ես հեսա միջև վերջ միտքս ավարտեմ։ Ուրեմն 40 հարցից 38-39-40-ը դա անցողիկ տեղերն են եղել եւ դրանից հետո որ պետքա տեղի ունենար արդեն իսկ հարցազրույցը։ Հարցազրույցները դեռևս տեղի չունեցել, ասեմ որ ուրախություն մեր բոլորի բավականին մեծ քանակի երիտասարդներ են դիմել, բավականին մեծ քանակի երիտասարդներ համապատասխանել են։ Երիտասարդության մեջ շատ է այդ խորհրդարանը։ Այո, ու տեստերն էլ մեծ քանակի անցել են, այսինքն հիմնական ընտրման մեխանիզմը մնալու է դժվար է լինելու, նայեք չմեղադրեն ձեզ ընտրությունները կեղծելու։ Ընտրությունը մենք չենք կազմակերպելու, մեր հանձնաժողովի կողմից արդեն իսկ փորձագիտական հանձնախումբ է ձևավորված աշխատակազմի, որոնք արդեն զրուցելու են
դիմողների հետ, որպեսզի ընտրեն նրանց մեջից լավագույններին։ Բայց աշխատանքները, կներեք, ես մի բան էլ ասեմ, այն երիտասարդները, ովքեր որ չեն անցնելու այդ կարգավիճակում, նրանց հետ եւս աշխատանքներ տարվելու է խորհրդարանը։ Հարուստները, գործարարները անընդհատ ձգտում են մտնել խորհրդարան։ Այստեղ նրանք ցանկություն չեն հայտնել իրենց երեխաներին մտցնելու, այդպիսի տենդենս նկատելի է թե ոչ։ Իմ կարծիքով խորհրդարանը հարուստի կամ ինչ-որ ճունևորի չափորոշիչով չի առաջնորդվում, ասում 3 հիմնական ուղղություններ էր տրված, որին պետք է համապատասխաներ եւ կարողանար երիտասարդը անցնել։ Դա 18-ից 30 տարեկան բարձրագույն ավարտած, պետք է կարողանար փաստաթղթերին համապատասխանել, հաջորդ փուլը տեստային հարցաշարն ա եղել, որը գիտելիքների վրա հենված միտում ունի եւ հարցազրույցը։ Այս խորհրդարանը եւս ունենալու է իր նախագահին։ Միանշանակ ունենալու է իր նախագահին, առաջին նախագահան կնախագահի ամենատարեց երիտասարդը, երիտասարդների մեջ ձևակերպում է։ Դե խորհրդարանի տրամաբանության մեջ օրենքով էլ եւս այդ ձևաչափով է նախատեսած, ինքը ամեն ինչով համապատասխանեցրած է խորհրդարանը, ինչքան հնարավոր է մաքսիմալ մոտեցրած է։ Ես մտածում եմ, պարոն Էֆեջյան, սա նաեւ սերնդափոխության ճիշտ ճանապարհ է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր հիմա երիտասարդ խորհրդանում կաշխատեն, կհասկանան ինչ է խորհրդանը, նրանցից շատերը միգուցե եւ ընդհանրապես հրաժարվեն ապագայում падգամավոր դառնալու, մի մասն էլ միգուցե հենց ցանկություն լինի եւ ապագայում երբ լինեն արդեն իրական խորհրդարանում, նրանց այդ փորձը պետք կգա, կարծում եմ համաձայն եք։ Ես կարծում եմ, որ երիտասարդների համար սա լավագույնս ինքնադրսևորվելու, ներկայանալու մի միջավայր էլ կլինի, որպեսզի խորհրդարանում նրանց քաղաքական հայացքները, նրանց աշխատանքային մոտեցումները տեսանելի կլինի նաև քաղաքական դաշտի տարբեր գործիչների համար եւ ինչը կարող է նրանց համար անդրադառնալ հետագա գործընթացներին ավելի մոտիկից մասնակից լինելու համար։ Անդրանիկ նիստը երբ է լինելու երիտասարդական։ Անդրանիկ նիստը դեռևս որոշված չէ, վերջին հարցազրույցը տեղի կունենա, դրանից հետո արդեն կորոշվի, բայց նախատեսվում է մայիսի վերջը։ Բայց ճիշտ եմ հասկանում, որ այս երիտասարդական խորհրդանին կարճ ժամանակ է լինելու գործելու, որովհետև խորհրդանի այս գումարման լիազորությունների դադարեցման հետ միասին նաև դադարեցվելու է երիտասարդական խորհրդանի ֆունկցիան։ Այո, այս երիտասարդական խորհրդանը գործելու է 1 տարվա շրջանակներում, քանի որ 1 տարի հետո արդեն լիազորությունները թողնում են։ Պարոն Էֆեջյան, խնդրի անդրադառնանք նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, որ բավականին ակտիվ է, անընդհատ էկրանին, անընդհատ միջոցառումներ, անընդհատ միջազգային հանդիպումներ, կապեր, իրականում ինչ խնդիրներ եք լուծում եւ իրականում կուսակցության ներսում երիտասարդները իրական ֆունկցիաներ ունենում են, թե ուղղակի այսպես մտնում են, որպեսզի ընտրություններին ինչ խնդիրներ լուծեն։ Վերջից սկսեմ, Մենո ջան, առհասարակ կուսակցության ղեկավար մարմինը դա քաղաքական խորհուրդն է, որտեղ երիտասարդների մասնակցությունը 20%-ից ավել է, այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդում բավականին մեծ ներգրավվածություն ունեն կուսակցական տարբեր կառուցվածքներում։ Հայաստանի Հանրապետությունում մեր կառուցվածքով մենք 63 տարածքային կառույցներ ունենք, որոնք գործում են ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքներում, գյուղական համայնքներում ներկայացություններ ունենք։ Դա Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդների միության կառուցվածքի մասին է։ Այսինքն կարելի ասել բոլոր մարզերում ներկայացված է ձեր միությունը։ Բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում, գյուղական համայնքներում ներկայացություն ունենք եւ եւս ընդլայնում ենք եւ հնարավորության դեպքում մենք միշտ ուզում ենք բացահայտել, խրախուսել երիտասարդներին եւ քաջալերել, որպեսզի մեր շարքերում կանգնեն, մեզ հետ միասին գործունեություն ծավալենք իբրև մեր երկրի եւ վաղվա ավելի գեղեցիկ օրվա համար։